Վարչապետ Նիկոլ Փաշինյան Երևանի Գարեն Դեմիրճյան անվան մարզահամերգային համալիրեններս ներկա գտնվեցավ մեր ժամանակներու հերոսի 2025 թվականի մրցանակապաշխության։ Այս մասին հայտնած են Հայաստանի վարչապետի աշխատակազմում։ Մրցանակները շնորհված են Հայաստանի վարչապետի աշխատակազմի հանրային գաբերու եւ դեղգադվության կենտրոնի կողմեն պատրաստվող մեր ժամանակներու հերոսը հաղորդման 13 մասնագետներուն։ Մինչ գլխավոր մրցանակը հանձնելը վարչապետ Նիկոլ Փաշինյան հանդես եկած է ելույթով եւ նշած, որ մեր ժամանակներու հերոսը ամեն դարվան հետ ավելի գգայանա, որը ցույց կտա նաև մեր պետության, մեր միտքերու ընթացքը։ Վարչապետ Փաշինյան նշած է, որ այս տարվան մրցանակապաշխության հատկապես կրթության ուղղությամբ մրցանակներու թիվը ավելի էր։ Նիկոլ Փաշինյանի խոսքով ուղղակի պետք է բարձել ցերկը եւ բաց լալ կրթության եւ նոր միտքերու համար։ Վարչապետ Փաշինյան գլխավոր մրցանակը հանձնած է Փազունք դիեզերագիտական հետազոտություններու դարալուծարանի համահիմնադիր Աստղակետ Ավետիք Գրիգորյանին։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյան այցելած է Բարույր Սևակ բնակավայրի նորագառույց դպրոց ծանոթացած կատարված աշխատանքներուն, ինչպես նաև դպրոցի շենքին մեջ տեղակայված նախագրթարանի գարելիություններուն։ Նախագահը դրական քննադատած է կառավարության կողմեն առաջ մղվող դպրոցաշինական ծրագիրները եւ կարևոր նկատած նոր հայեցակարգով կառուցվող դպրոցներու նշանակությունը գրթության որակի բարձրացման գործի մեջ։ Բարույր Սևակ բնակավայրի մեջ նախագահը այցելած է նաև նորագառույց թաղամաս ծանոթացած բնակարանային պայմաններուն։ Ամանորյա դոներուն ընթരാճ հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյան այցելեց հայաստանյան սահմանային զորամասերեն մեկը եւ խրախուսական նվերներ հանձնեց հրամանատարական գազմի ներկայացուցիչներուն եւ ժամկետային զինծառայողներուն։ Ողջունելով զորամասի անձնագազմը, նախագահ Խաչատուրյան շնորհակալություն հայտնեց բարեխիղճ եւ օրինագելի ծառայության համար եւ շնորհավորեց գալիք դոներուն առիթով։ Հայաստանի Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերու քերակույն շտաբի պետ Էդվարդ Ասրյան գալիք դոներուն առիթով անձնագազմը շնորհավորելու նպատակով այցելեց Հանրապետության արևելյան սահմանակոդի։ Հայաստանի Պաշտպանության նախարարութենեն հայտնած են, որ Ասրյան շնորհավորած է զինծառայողները գալիք դոներուն առիթով անոնց հղած է իր լավագույն բարեմաղթանքները։ Հայաստանի արտաքին գործոստ նախարարութենեն հայտնած են, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններու ղեկավարման գործընթացի հատուկ ներկայացուցիչներու միջև ցերկ բերված պայմանավորվածություններու շրջանակներում մեջ Հայաստանն ու Թուրքիան որոշում արած են թյուրացնել վիզաներու դրամատման գործընթացը դիվանագիտական հատուկ եւ ծառայողական անձնակրեր ունեցողներուն համար։ 2026 թվականի հունվար 1-ին երկու երկիրներու դիվանագիտական ծառայողական եւ հատուկ անձնակիր գրող անձերը պիտի կրնան էլեկտրոնային վիզա ստանալ անվճար։ Այս առիթով Հայաստանն ու Թուրքիան անգամ եւս վերահաստատեն իրենց հանձնառությունը շարունակելու երկու երկիրներու միջև ղեկավարման գործընթացը նպատակ ունենալով առանց որևէ նախապայմաններու հասնել լիարժեք ղեկավարման։ 2025 թվականի դեկտեմբեր 29-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի գլխավորությամբ տեղի ունեցավ քերիներու, բատանտներու եւ անհետ կորած անձերու հարցերով զբաղվող միջկերադեշտական հանձնաժողովի հերթական նիստը։ Հանձնաժողովի նախագահ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանն վերահաստատած է, որ անհետ կորածներու հարցը կդիտարկվի բացառապես որպես մարդասիրական խնդիր։ Ապա ներկայացված են նախորդ նիստեն հետո կատարված աշխատանքները, ցերնարգված քայլերը ուղղված անհետ կորածներու ճակատագիրը բարձել Քննարկված են հետագա ծրագիրները գալիք տարվան ընթացքին անհետ կորած անձերու որոնողական աշխատանքներու համակարգման եւ շահագրգիռ կողմերու հետ համագործակցության ամրապնդման վերաբերյալ նիստի վերջավորության հանձնաժողովի նախագահ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենի կողմեն դրված են համապատասխան հանձնարարականներ։ Իրան վճռական դրամատրված է զարգացնելու Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ոլորտներեն ներս, այս մասին ասաց է Իրանի արտաքին գործոստ նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրեր առաջ ըրած հայտարարության, որ Երևանը կփապակի Տեհրանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել, Բաղային նշած է, որ երկու երկիրները շատ լավ հարաբերություններ ունին։ Մենք վճռականորեն դրամատրված ենք շարունակելու այդ հարաբերությունները տարբեր ոլորտներեն ներս, ասաց է Իրանի արտաքին գործոստ նախարարի խոսնակը։ Անընդգծած է, որ Տեհրանը իր հարաբերությունները կարգավորի ազգային շահերեն ելնելով եւ Հայաստանի հետ հարաբերությունները այդ առումով բացառություն չեն։ Մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերու, խնդիրներու եւ ընդհանուր շահերու հստակ ըմբռնման վրա, շեշտած է Բաղային։ Ան նաեւ ավելցուցած է, որ Իրան կհարգի այլ երկիրներու հետ հարաբերություններ ունենալու պետություններու իրավունքը, քանի դեռ այդ չի վնասեր Տեհրանի հետ հարաբերություններուն։
Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունները 2025 թվականին լի էին փոխանցագային աշխատանքով, նոր նախաձեռնություններով եւ գործընկերային գաբերու խորացմամբ։ Թիմադեդրի էջին քրարման մեջ նշած է Իրանի մեջ Հայաստանի տեսփանությունը դարաձելով ընթացիկ դարին ամփոփող տեսանյութմամբ։ Դարին նշանավորվեցավ բարձրաստիճան շարք փոխայցելություններով, շուրջ 2 տասնյակ ստորագրված փաստաթուղթերով եւ բազմապնույթ միջոցառումներով։ Հայաստան-Իրան դեպի ռազմավարական գործընկերություն նշված է Հայաստանի տեսփանադան հաղորդակցության մեջ։ Դոնալդ Թրամփ եւ Վլադիմիր Պուտին թրագան հերախոսազրույց ունեցած են հայտարարած է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևին։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակով նշած է, որ Թրամփ ցնցված եւ վրդոված էր Պուտինի նստավայրին վրա Ուկրաինայով զինված ուժերու հարձակումեն։ Անոր խոսքով Մոսկվան պիտի վերանայի թիրքորոշումը Ամերիկայի հետ ավելի գանուխ ձեռքբերված շարք պայմանավորվածություններուն եւ բանակցություններուն մեջ հանգուցալուծումներու շուրջ։ Ուշակով տեղեկացուցած է, որ Պուտին Թրամփին հետ զրույցին մեջ ընդգծած է, որ Ռուսաստանը մտածիր է ամուր եւ արդյունավետ աշխատել Ամերիկայի հետ խաղաղության ուղղությամբ։ Ամերիկան պատմության մեջ առաջին անգամ հարված հաստուցած է Վենեսուելայի դարածքին, հայտարարած է նախագահ Դոնալդ Թրամփ։ Ան այս հայտարարությունը ըրած է Ֆլորիդայի մեջ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումեն առաջ։ Նավահանգիստին մեջ դեղի ունեցավ հզոր բայթում, մենք հարվածեցինք բոլոր նավերը, իսկ այժմ կհարվածենք այն դարածքը, որտեղ անոնք կգազմագերբեին այդ ամենը։ Ան այլևս գոյություն չունի, Թրամփի խոսքերը մեջ բերած է Deutsche Welle-ն։ Սպիտակ տունը եւ Պենտագոնը հրաժարած են ցամաքային հարվածի մասին լրատվամիջոցներում մեկնաբանություն տալեն։ Թրամփ նույնպես հրաժարած է հստակեցնել, թե Ամերիկայի որ ուժային գառույցը իրականացուցած է հարվածը։ Գործողության հետախուզական աջակցություն ցուցաբերած են Ամերիկայի բանակի հատուկ գործողություններու ուժերը, CNN-ի փոխանցմամբ հարձակումի հետևանքով զոհեր չեն եղած։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ Ֆլորիդայի իր Մարալագո գալվածի մեջ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումեն հետո հայտարարեց, որ կարող է եւս մեկ լուրջ հարված հասցնել Իրանին, եթե անվերսկսիր բալիստիկ հրթիռներու եւ հյուրայական զենքերու մշակման ծրագիրը։ Թրամփ նաեւ նախասկուշացուցած է Համասը, որ եթե չզինաթափվի, ապա լուրջ հետևանքներու պիտի հանդիպի, այս մասին գաղորդե Reuters գործակալությունը։ Թրամփ ավելցուցած է, որ եթե Իրան վերագառուցե իր ծրագիրը, ապա Վաշինգտոնը ստիպված պիտի լավ Թրամփ նաև հայտնած է, որ Նեթանյահուին հետ բանակցություններու մեջ կենտրոնացած են նաև Գազայի հատվածին խաղաղության համաձայնագրի վրա։ Ամերիկայի նախագահը նշած է, որ կփապակի անցնել Իսրայելի եւ Պաղեստինյան Համաս շարժման միջև հոկտեմբերին ձեռքբերված հրատատարի համաձայնագրի երկրորդ փուլին։ Սաուդական Արաբիան 30 դեկտեմբերի արավոտյան գանուխ հարվածներ հաստուցած է Եմենի նավահանգստային քաղաքին վրա, նշված է, որ հարվածներու թիրախը եղած է Արաբական Միացյալ Էմիրություններեն ժամանած 2 նավ, որոնք մեծ քանակությամբ զենք եւ մարտական մեքենաներ կդեղափոխեին հարավային անցումային խորհրդի ուժերուն, որոնց կաճակցի Արաբական Միացյալ Էմիրությունները։ Սաուդցի զինվորականներ հայտարարած են, որ քրոհը իրականացված է գիշերը կողմնակի վնասներ չպատճառելու համար, զոհերու մասին չի հաղորդվիր։ Ձեզի հետ Անի Զեյթունցյան։